Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն վարչապետ, ուժեղ Հայաստան կուսակցության վերաբերյալ ասում եք, որ շուտով փակելու եք նրանց փողերի ապօրինի շրջանառության համակարգը, ինչի մասին էր խոսքը, ընտրակաշառքների հայտնի դարձող գործերի, թե մի ուրիշ բանի։ Ես կուսակցության մասին եմ խոսել, թե անձի մասին եմ խոսել։ Կուսակցությունները Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես կուսակցության մասին ես դե ինչ որ ասել եմ, դա էլ նկատի ունեմ, ուրիշ բան նկատի չունեմ։ Ապօրինի շրջանառությունները կասեցնում ենք եւ կասեցնելու ենք։ Եվ դա պետության դե ընտրակաշառքի դեպքերը իրավապահ մարմիններն են կասեցնում, իհարկե նաեւ կառավարության կազմում գտնվող օպերատիվ մարմինները նույնպես այդ ուղղությամբ աշխատանք են անում, բայց մեր կարգավորումների շրջանակում օրինականության պահպանման տեսակետից։ Շնորհակալություն, Պարոն վարչապետ, հարցեր ունեի, բայց որ չկրկնվեմ երկաթուղու թրիփի մասով, վաղուց ինձ հետաքրքրում է նաև այս հարցը։ Երջանկայի իշատակ անվանի դերասան Սոս Սարգսյանը ժամանակին ես եմ գեղարվեստական ֆիլմում, երբ իմացավ իրենց գյուղ եկած ժամկետային զինծառայողը ճանապարհաշինարարի մասնագիտությունն է ընտրել, ասաց գիտես ինչ, այս Երևան տանող ճանապարհները սխալ են սարքել, միակողմանիա, գնացող կա, եկող չկա։ Պարոն վարչապետ, խնդիրը այսօր էլ է արդիական եւ մեզնից երևի ինչ-որ մասը մարզերից է եւ երիտասարդների, այսպես ասած, արտագաղթը դեպի Երևան շարունակվում է։ Ունենք գերծանրաբեռնված Երևան եւ մարզերում գրավչությունը ինչպես բարձրացնել։ Կառավարությունը համաչափ զարգացման տեսանկյունից ինչ ծրագրեր է նախատեսում։ Գիտենք բնակարանների մասին, էլ ինչ անեն, որ երիտասարդը ավելի բարձր վարձատրվի եւ մնա մարզերում եւ ժամանակին հիշում եմ ինչ-որ նախարարություններ նույնիսկ մարզեր տանելու խոսակցություններ կային։ Շնորհակալություն։ Այդ մեր մտածողության ձևը, որ ինչ որ հարց լուծելու բանը, ճանապարհը կամ նախարարություն ստեղծելն է, կամ նախարարություն տեղափոխելն է, կամ նախարարությունը մեծացնելն է, կամ հաստիկները ավելացնելն է, ոչ թե չի։ Մենք դա անում ենք, որովհետև այն գյուղում, որտեղ ճանապարհ չկա, երիտասարդը ինչի պետք է ապրի։ Երեք մենք գտնվում ենք Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում, որտեղ կառավարության գրանտով համաֆինանսավորմամբ ստեղծվել է երիտասարդական կենտրոն։ Այդպիսի տասնյակ կենտրոններ են ստեղծվել Հայաստանի տարբեր մարզերում եւ դեպի այդ կենտրոն գնացող ճանապարհները նորոգվել են։ Մոտակայքում կառուցվել են մարզական հրապարակներ, խաղադաշտեր, նոր դպրոցներ, մանկապարտեզներ։ Երիտասարդը մարզում նստել սուրճ խմելու, քննարկում անելու հնարավորություն չունի։ Եվ այդ ծրագիրը իմ անձնական նախաձեռնությունն է, որ որպես մարզում ծնված մեծացած մարդ, ով գիտի, որ բանից այսպես ալկոհոլազերծ միջավայրեր, որտեղ մարդիկ ուղղակի կարող են նստել, քննարկել, չկա։ Դրա համար լոֆտի հետ համագործակցությամբ Մեղրիում, Վանաձորում, Իջևանում ստեղծվել են եւ Հրազդանում, Աղավնաձորում ասի, Ապարանում գիտեմ, որ ստեղծվել են եւ հանրապետությունում ստեղծվում են մարզային կենտրոններ։ Այսօր ամբողջ հանրապետությունը ինտերնետ ունի, որովհետեւ երիտասարդը, որը գործունեություն է ծավալում մի խորունկ ձորում, ինքը ժամանակակից մարդը չի կարող առանց ինտերնետի։ Դրա համար այսօր ինտերնետ կա։ Հայաստանի Հանրապետության բոլոր սարերում եւ բոլոր ձորերում կա ակտիվ ուժեղ ինտերնետ։ Հայաստանի Հանրապետությունում YouTube-ը մոնետիզացված այլևս, որ այդ թվում երիտասարդները իրենց գյուղական կյանքի մասին բլոգներ վարելով կարողանան գումարներ վաստակել։ Հիմա փորձարկման շրջանը մայիսից արդեն կլինի։ Այսինքն կներեք, դա ումի պրոցես չի, 1000 ներողություն մեքենա վարում եք, հա։ Այսինքն դա մի պրոցես չի, որ արգելակես, հետո 1000 ներողություն ռուչնոյ տորմուզը քաշես ու վերջ կանգնի։ Բայց տասնյակ տարիներով գնացած պրոցեսը դանդաղեցնելու, կանգնեցնելու, հա, ուրիշ բան ենք անում։ Այսօր տենց էլ չի կարող, օրինակ պաշտպան հայրենիաց ծրագիրը ինչ դերակատարում ունի։
Պաշտպան հայրենիաց ծրագրով զորակոչիկը դառնում է պայմանագրային զինծառայող, ապրում է իր տանը, իր միջավայրում եւ ստանում է 200,000, 300,000, 400,000, 500,000, 600,000, 700,000 դրամ աշխատավարձ։ Այդ ամեն ինչը դրա համար են։ Բա երիտասարդն չի է գալիս Երևան, որովհետև ուզում է իր երեխան նորմալ դպրոց գնա։ Այսօր բազմաթիվ մարզերում, բազմաթիվ գյուղերում կան այնպիսի դպրոցներ, որ Երևանում այդպիսի դպրոց չկա։ Երիտասարդն չի է գալիս Երևան, ուզում է իր երեխան մանկապարտեզում լինի, որ ինքն էլ կինն էլ աշխատելու եւ ընտանիքում ներդրում անելու հնարավորություն ունենա։ Այսօր հանրապետության մենք 500 մանկապարտեզի ծրագիրը ավարտում ենք։ Հաջորդ փուլում արդեն նախընտրական ծրագրի մեջ նշել ենք 100 մանկապարտեզ։ Ինչ ենք նշել 100 մանկապարտեզ, որովհետև մտածում ենք, որ արդեն այնքան կառուցել են, որ մոտավորապես 100-ի պահանջարկ է մնում դրանից հետո։ Չնայած պարզվի 100 չի, 150-ը 150-ը կկառուցենք, պարզվի 200-ը 200 կկառուցենք։ Բայց ամեն ինչը դրա մասին է, որ Հայաստանում туриզմի առաջին եռամսյակում Հայաստանում ներգնա տուրիստների բացարձակ պատմական ռեկորդ է գրանցվել։ Բայց դա ինչի մասին է։ Դա նրա մասին է, որ երիտասարդը իր գյուղում կարող է հնարավորություն ունի մի փոքր բիզնես դնել տուրիստական ոլորտի, туриզմը գրավիչ դարձնելու համար։ Իմ մայրենի գյուղը, ասեմ, Հաղարծին գյուղը, որ բազմաթիվ երիտասարդներ ինչ են անում։ Իրանց հին վիլիսները դզում են կամ նիվաները դզում են, փչում են, գույներով ներկում են եւ զբոսաշրջիկներին տան բարձրացնում են դիմաց սար, իջեցնում են եւ շատ ավելի մեծ գումարներ են աշխատում, քան նախկինում կարող էին անել փայտի հետ կապված կամ անտառահատման հետ կապված գործերով եւ այլն եւ այդպես շարունակ։ Երեք ես բան գյուղից Արա գյուղից նոր ավտոճանապարհով եկա հասա Բջնի։ Տասնյակ տուրիստական օբյեկտներ են նոր ձևավորվում, տասնյակ, որոնք շինարարության փուլում են, որոնց մի մասը կհասցնի այս սեզոնում բացվել, մյուս մասը չի հասցնի։ Բայց դա ինչի մասին է։ Դա երիտասարդների իրանց գյուղում ապրելու մասին է։ Ենոքավան գյուղում այսօր իմ արդեն հայրական գյուղում Հաղարծինը մայրական կողմի գյուղն է։ Տասնյակ երիտասարդ ճանապարհը նախ գտնվում է փայլուն վիճակում, իր պատմության մեջ տենց ճանապարհ չի եղել։ Տասնյակ երիտասարդներ են այնտեղ աշխատում եւ ընդհակառակը այդ են դեպքն է, որ Երևանից են գնում աշխատանքի։ Օրինակ այնտեղի ռեզորտներում Երևանից հանրապետության տարբեր մարզերից աշխատող տասնյակ երիտասարդներ կան։ Եվ հետևաբար էս էլ այն դեպքը, որ մեր ինֆորմացիան էլի իներցիոն է, ամբողջական չի։ Նոր հիշեցի, Ենոքավանում օրինակ տասնյակ մարդիկ կան, որ Երևանից են գնում, այնտեղ աշխատում։